նախագիծը մշակվել է համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի պահանջների։ Վկայակոչված հոդվածով ամրագրված է, որ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբազդողների մինչև 170 միլիոն խորանարդ մետր չափականակը կարող է փոխվել տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում։ Այս պահին առկա են փոփոխման համար պահանջվող երկու հիմքերն են։ Պայմանավորված 2017 թվականի եղանակային պայմաններով ջրամբարների առավելագույն լցվածությունը 2016 թվականի համեմատ պակաս է եղել 122 միլիոն խորանարդ մետրով։ Այդ թվում 105 միլիոն խորանարդ մետրով թերլցված էր Ախուրյանի ջրամբարը, 17 միլիոն խորանարդ մետրով Սևան-Հրազդան համակարգը, այսինքն Ապարանի և Ազատի ջրամբարները։ Այսօրվա դրությամբ այդ տարբերությունը արդեն կազմում է 207 միլիոն խորանարդ մետր։ Խնդրի լուծման համար նախագծով առաջարկվում է Սևանա լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրբազդողում, որով կլրացվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարան ազատ ջրամբարների թերլցվածությամբ պայմանավորված դեֆիցիտը, ինչպես նաև չեն գործարկվի Մղճանի և Ռանչպարի պոմպակայանները։ Այս պոմպակայանների գործարկման հետևանքով առաջացող ամենամյա շուրջ 1 միլիարդ դրամ էլեկտրաէներգիայի ծախսը կուղղվի միայն Ախուրյան Արաքս համակարգով խորքային հորերի մեխանիկական ջրարտադրությանը, ինչը նախորդ տարիների համեմատությամբ բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի շուրջ 1 միլիարդ դրամի չափով։ Նշեմ, որ լրացուցիչ ջրառը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ 2016 թվականի հունիսի 20-ին 15 թվականի նույն օրվա համեմատությամբ Սևանա լճի մակարդակը ավելացել է 16 սանտիմետրով։ Տարբերության առավելագույն ցուցանիշը 16 թվականին ֆիքսվել էր օգոստոս ամսին 32 սանտիմետր, իսկ 17 թվականի հունիսի 20-ին 16-ի նույն օրվա համեմատությամբ Սևանի մակարդակը բարձրացել է ևս 18 սանտիմետրով։ Լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջրբազդողումը ըստ հաշվարկների կարող է բերել լճի մակարդակի ընդամենը 8 սանտիմետր անկմանը, ինչի պարագայում նույնիսկ անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ կապահովի շուրջ 10 սանտիմետր Սևանա լճի մակարդակի բարձր նիշ։ Նշվածով պայմանավորված լրացուցիչ ջրբազդողները չեն խախտի օրենքով սահմանված լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները։ Խնդրում եմ հաստատել ներկայացված որոշման նախագիծը սահմանված կարգով օրենքի փոփոխության նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու համար։ Հարցեր, առարկություն։ Պարոն վարչապետ, խնդրում եմ 2 օր ժամանակ, մինչև Ազգային ժողով գնալը փաստաթղթի վրա։ Ոչ, կոմիտեներին և նախանիստերին դուք ժամանակ ունեիք քննարկել։ Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք։ Խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք։ Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան։ Մեկ օր ձեր ժամանակ կառավարության նիստին բերում եք, ծայրահեղ դեպքերում են 1 օր, 2 օր, նախանիստ անցնում ենք, չգիտեմ, բոլոր պրոցեդուրաները անցնում ենք, վերջում էլի գալիս ենք 1 օր, 2 օր ժամանակ։ Պարոն Հարությունյան, ճիշտ եմ հասկացել, որ առավելի առաջանցիկ տեմպերով է բարձրանում Սևանա լճի մակարդակը, քան մեր նախատեսված ծրագիրը մինչև 2030 թվականը։ Այո։ Եվ այդ մեզ լուֆտ է տալի, երբ որ անհրաժեշտությունը առաջանում է եղանակային, տնտեսական պայմաններով դա անել։ Այո, պարոն վարչապետ։ Պայմանավորեցինք։ Ուրիշ հարցեր, առարկություն չկա, շնորհակալություն։ Խնդրեմ։ Ուղղակի ավելացնեմ, որ այսօր իրոք խնդիր ռիսկ կա ոռոգման խոչընդոտը լինելու, դրա համար իմ կարծիքով պետք է ապահովենք հաշվի առնելով բոլոր բնակլիմայական այս վերջի աղետները։ Շատ լավ։